Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ոստիկանները տուժողից բացատրություն վերցրին, արձանագրեցին Մերսեդեսի կայանման տեղը, ապա սկսվեց որոնողական աշխատանքը, բացահայտման համար 2 օր ու 2 անքուն գիշեր պահանջվեց։ Դեպքի վայրի զննության ընթացքում գնահատվում և վերլուծվում է հավաքված ողջ տեղեկությունը, փաթեթավորվում են քննության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր նմուշները, հետքերն ու առարկաները, կազմվում է դեպքի վայրի զննման արձանագրություն 3 մասից՝ ներածական, նկարագրական և եզրափակիչ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ոստիկանությունը ավանդույթի համաձայն օգոստոսի 29-ից անցել է ուժեղացված ծառայության մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում։ Նպատակը մեկն է՝ երեխաների անվտանգությունը տուն, դպրոց, տուն ճանապարհին։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ պատշաճ հասարակական կարգ և ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պետերին օգոստոսի 29-ից հոկտեմբերի 1-ը հանրապետության ողջ տարածքում կազմակերպել հասարակական կարգի պահպանության և ճանապարհային անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն, ոստիկանության ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համագործակցել մանկավարժական կոլեկտիվների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կազմակերպել ուսուցողական դասընթացներ, հանդիպումներ դպրոցականների հետ։ Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, նաև մանկավարժական կոլեկտիվների հետ համագործակցությունն ապահովելու նպատակով ոստիկանական վերակարգերում ընդգրկվեցին հիմնականում նույն ծառայողները։ Ի կատարումն ոստիկանության պետի հանձնարարականի օգոստոսի 29-ից մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության, ներգրավելով ճանապարհային ոստիկանության, պարեկապակետային ծառայության, անչափահասների գործերով ու համայնքային ոստիկանության տեսուչներին։ Ուսումնական տարվա մեկնարկին նախորդած շրջանում ուսումնասիրվեց ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հագեցվածությունը, տեղադրվեցին ճանապարհային նշաններ, թարմացվեցին ու գծանշվեցին նոր հետիոտնային անցատեղեր, հատկապես դպրոցների մոտակայքում, կարգաբերվեցին լուսացույցները։ Զգուշացեք երեխաներ են նշանաբանող միջոցառումների շրջանակում ոստիկանության իրականացրած և իրականացվելիք միջոցառումները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։ Ոստիկանության կողմից արվելու է ամեն ինչ երեխաների տուն, դպրոց, տուն ճանապարհը անվտանգ դարձնելու համար, հավաստիացրեց նա։ Սեպտեմբերի 1-ին տրվեց գիտելիքի նոր տարվա մեկնարկը։ Հանրապետության ուսումնական հաստատությունները կրկին լցվեցին աշխույժով։ Վաղ առավոտից դպրոցների մոտ ծառայություն իրականացնող պարեկապակետային ծառայության ոստիկանները ծաղիկներով ու ժպիտներով դիմավորեցին դպրոցականներին, իսկ ճանապարհային ոստիկանները կարգավորում էին երեխաների ու նրանց ուղեկցողների տեղաշարժը, թույլ չէին տալիս, որ մարդկանց ու մեքենաների կուտակումներ առաջանան, օգնում էին, որ երեխաներն ու նրանց ուղեկցողները անվթար ու անվտանգ հատեն բանուկ ճանապարհահատվածը։ Երեխայի անվտանգությունը պետք է ապահովել միշտ, համարելով դա բոլորիս գերխնդիրը։ Սա աշխատաոճ է ոստիկանության համար։ Շնորհավոր նոր ուսումնական տարի։ Բարի ճանապարհ, երեխաներ։ Շարունակում ենք թողարկումը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզներն իրենց գործը կատարեցին ամբողջությամբ։ Ահազանգով մեկնեցին դեպքի վայր, ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, նաև համագործակցեցին այլ ստորաբաժանումների ծառայակիցների հետ և հայտնաբերեցին առևանգված մեքենան։ Հետո ծագեցին այլ խնդիրներ, որոնք արդեն կլուծվեն նախաքննության ընթացքում։ Այս բակն Աբովյան քաղաքում է։ Հիմա կվառվեն Մերսեդեսի լույսերն ու մեքենան բակից դուրս կգա։ Կադրերը շենքերից մեկի մոտ տեղադրված տեսախցիկն է ֆիքսել, իսկ ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգն ու քրեական հետախույզների անհետաձգելի գործողությունները եղան հետո, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնեցին, որ Աբովյանի երկրորդ միկրոշրջանում մեքենա են առևանգել։
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց։ Ոստիկանները տուժողից բացատրություն վերցրին, արձանագրեցին Մերսեդեսի կայանման տեղը, ապա սկսվեց որոնողական աշխատանքը։ Բացահայտման համար 2 օր ու 2 անքուն գիշեր պահանջվեց։ Համապատասխան միջոցառումներից հետո օգոստոսի 27-ին մեքենան Գոգավանի սահմանային անցակետից հայտնաբերվեց եւ ուղևորներով հանդերձ տեղափոխվեց սկզբում ոստիկանության տաշիրի, ապա Կոտայքի բաժին։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսեյ Կլինկովը եւ Վասիլի Ռվաչևիչը միասին էին մեքենան բակից դուրս բերել։ Ըստ նրանց, ահազանգողի ամուսինն անօրինական կերպով էր Մերսեդեսը Հայաստան բերել։ Ռուսաստանի Դաշնությունում մեքենան վարձակալման հիմունքներով էր տրվել նրա ղեկավարած ընկերությանը, իսկ երբ վարձակալող կողմը գումարի մի մասը չէր վճարել, Մոսկվայում դատարանը որոշում էր կայացրել Մերսեդեսը վերադարձնել սեփականատիրոջը։ Ըստ Կլինկովի եւ Ռվաչևիչի, իրենք էլ եկել եւ օրինական կերպով մեքենան ցանկացել էին Մոսկվա տանել, անգամ բանալիներն ունեին։ Մենք ունենք հատուկ ստորագրված ակտ, նա է ստորագրել, որ իրավունք ունենք վերցնելու մեքենան, քանի որ այն մեր սեփականությունն է։ Ես սեփականատերն եմ, ինչու պետք է տեղյակ պահեմ մի մարդու, որն իրավունք չունի տնօրինելու մեքենան։ Մեքենան նրան տրված էր ժամանակավոր, վարձակալման հիմունքներով, որի դիմաց պետք է ամսական վճարումներ կատարեր։ Վճարումները դադարեցին, վարձակալական պայմանագիրը լուծարվեց, որից հետո մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է օրինական տիրոջը։ Նյութերի նախապատրաստման անհրաժեշտությունից ելնելով Մոսկվայից Հայաստան եկած հայն էլ պնդում էր, որ մեքենան միանգամայն օրինական կերպով է բերել, եւ Կլինկովն ու Ռվաչևիչը իրավունք չունեին առանց իրենց զգուշացնելու Մերսեդեսը տանելու։ Մեքենան պատկանում է կազմակերպությանը, որ ղեկավարում եմ ես, գնված ապառիկ պայմանագրով մնացած գումարը 188,000 ռուբլին պետք է վճարվեր ու առանց տեղյակ պահելու, առանց փաստաթղթերի մեքենան եկել են բակից տարել են։ Mercedes-Benz-ն արգրավված է, իսկ թե կողմերից ով է իրավացի, քննությամբ կպարզվի։ Մեր թողարկումներում պատմում ենք ոստիկանության բոլոր ստորաբաժանումների մասին, լինի հատուկ առանձին տեսանյութ, թե որևէ բացահայտման պատմության բաղադրիչ մաս։ Այս երկրորդի պարագայում որպես բաղադրիչ մաս հաճախ բաց է մնում հետաքննիչի աշխատանքին վերաբերող հատվածը, այնինչ հետաքննիչը կարևորագույն գործառույթ իրականացնող պաշտոնյա է։ Փորձենք լրացնել այդ բացը։ Նրանք չունեն աշխատանքի եւ ընդմիջման կանոնակարգված ժամեր, դեպքի վայրեր, հարցաքննություններ, հետքերի ու ապացույցների որոնում, ցուցմունքներ, բացատրություններ, փորձաքննությունների նշանակում, այնուհետև նոր գործ։ Քայլ առ քայլ փորձենք հասկանալ դժվար ու պատասխանատու այս ծառայության բնույթը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկից հաղորդում ստացվեց, որ որովայնի վնասվածքներով 49 մոտ մի տղամարդ է տեղափոխվել բուժօգնության։ Սահմանված կարգով ահազանգը փոխանցվեց տարածքը սպասարկող ոստիկանության բաժին։ Հերթապահն անմիջապես այն գրանցեց հանցագործությունների եւ պատահարների մասին ստացված տեղեկությունների հաշվառման մատյանի հերթական համարի տակ եւ տեղեկացրեց բաժնի պատասխանատուին, հետաքննիչին եւ օպերատիվ խմբի ծառայողին։ Հետաքննիչը տեղեկությունը ստանալուն պես վերցրեց անհրաժեշտ ձևաթղթերով թղթապանակը եւ անհապաղ ներկայացավ հերթապահ մաս դեպքի վայր մեկնելու համար։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 57, հետաքննության մարմնի լիազորությունները, մաս 2։ Հետաքննության մարմինը հանցագործությունները եւ դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու եւ խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ։ Րոպեներանց օպերատիվ խումբը հետաքննիչի գլխավորությամբ արդեն հիվանդանոցում էր։ Կատարվածի հանգամանքները տուժածից պարզել հնարավոր չեղավ, անգիտակից վիճակում էր։ Այս մասին հետաքննիչին հանձնվեց համապատասխան տեղեկանք։ Սակայն հիվանդանոցում հայտնի էին նրա անձնական տվյալները, դրանք բժիշկներին էր հայտնել հիվանդի հարևանը,
որն էլ զանգել էր շտապօգնության ծառայություն։ Որպես իրեղեն ապացույց, առաջին հերթին հետաքննիչը պահանջեց տուժածի հագուստը։ Պարզվեց, որ նա հիվանդանոց է տեղափոխվել առանց վերնաշապիկի, սակայն վերքի զննությամբ էլ ակնհայտ էր, որ հագին զգեստ եղել է։ Հետաքննիչը որոշեց անհապաղ մեկնել տուժած քաղաքացու տուն, դեպքի վայր։ Նախքան դեպքի վայր մեկնելը հետաքննիչը առաջնահերթության կարգով դեպքի վայրի պահպանությունը կազմակերպելու նպատակով կապ է հաստատում տվյալ տարածքին առավել մոտ ծառայություն իրականացնող բարեկապահակետային ծառայողների հետ։ Հանձնարարում է նրանց մեկնել դեպքի վայր, ապահովել դեպքի վայրի պահպանությունը։ Միաժամանակ հանձնարարում է դեպքի վայրում պահել այն անձանց, ովքեր հնարավոր է ականատես եղած կնեն դեպքին կամ որոշակի տեղեկություններ տիրապետեն կատարված դեպքի մասին։ Մինչև իր դեպքի վայր հասնելը միջոցառումները ձեռնարկում, որ դեպքի վայրում արկա եւ դեպքին առնչվող իրերին չդիպչեն, տեղափոխություններ չկատարեն դեպքի վայրում թողած հետքերը չվնասելու կամ չվերացնելու համար։ Նա է կազմակերպում բոլոր տեսակի քրեադատավարական միջոցառումների իրականացումը։ Հետաքննիչի ցուցումով տարածքն ամբողջությամբ շրջափակվում է դրա համար նախատեսված հատուկ ժապավեններով։ Օպերատիվ ծառայողներ, փորձաքրեագետներ, դատական բժիշկ, կինոլոգ Շանհետ, ընթերականներ եւ այլք։ Հետաքննիչը կազմակերպում է այն մարդկանց հրավիրելու գործընթացը, ովքեր պետք է մասնակցեն դեպքի վայրի զննմանը կամ էլ ներկա գտնվեն դրան։ Ժամանելով տուժած քաղաքացու տուն, դեպքի վայր, հետաքննիչը զրուցում է առաջինն այստեղ հասած բարեկայինների հետ։ Նրանք հայտնում են, որ քաղաքացու բակի հողամասում հայտնաբերել են արյան հետքեր, իսկ տանից մոտ 50 մետր հեռու գտել են արյունոտ վերնաշապիկ։ Արյունոտ վերնաշապիկի շրջանը նույնպես վերցվում է հսկողության տակ։ Հետաքննիչի որոշմամբ, մինչև փորձագետի ժամանելը տարածքի պահպանության համար նշանակվում է վերակարգ։ Նախքան դեպքի վայրի զննություն սկսելը հրավիրվում են ընթերականներ, հետաքննիչը նրանց պարզաբանում է կատարվող անհետաձգելի քննչական գործողության բնույթը։ Բացի այդ, հետաքննիչը հարց ու փորձ անում տուժողին եւ վկաներին, սակայն այդ զրույցը չի կարող փոխարինել բացատրությանը կամ հարցաքննությանը։ Հետաքննիչը բոլոր մասնակիցներին, ընթերականերին, փորձագետ, վկա, տուժող եւ այլն պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ դեպքի վայրի զննության ընթացքում նրանց վարքի կանոնները։ Դեպքի վայրի զննության ընթացքում գնահատվում եւ վերլուծվում է հավաքված ողջ տեղեկությունը, փաթեթավորվում են քննության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր նմուշները, հետքերն ու առարկաները։ Կազմվում է դեպքի վայրի զննման արձանագրություն 3 մասից՝ ներածական, նկարագրական եւ եզրափակիչ։ Ստացված վնասվածքներից տուժողը շատ արյուն էր կորցրել, վիճակը դեռ առաջվա նման գնահատվում էր ծանր։ Ըստ բժշկի, քաղաքացին վնասվածքը ստացել էր սուր կտրող ծակող գործիքից, դանակից։ Այս մասին անհապաղ հայտնում են հետաքննիչին, կատարվածն արդեն որակում ունի, դանակահարություն։ Մի բան է իմանալ եղելությունը, այլ բան է հավաքել, մշակել ու արձանագրել բավարար ապացույցներ, բացատրություններ ու վկայություններ կատարվածը հիմնավորելու համար։ Ըստ էության, սա է ոստիկանության հետաքննության գծով աշխատակցի ծառայողական պարտքը։ Թերևս ամենաբարդ գործընթացը, որ առավելագույն հմտություն ու նրբանակատություն է պահանջում, հարցաքննությունն է։ Սովորաբար մարդիկ չեն ցանկանում խոսել կատարած հանցանքի կամ կատարված հանցագործության մասին, որին կամա թե ակամա ականատես են եղել։ Յուրաքանչյուրը պահանջում է յուրահատուկ մոտեցում։ Հետաքննիչի խնդիրն է զրուցակցի մեջ կոտրել բոլոր հնացած ու թյուր կարծրատիպերը։ Համոզել, որ անհրաժեշտ է համագործակցել ու միաժամանակ լինել խիստ ու հստակ, գործելով օրենքի տառին համապատասխան։ Բաժին հասնելուն պես հետաքննիչը նախապատրաստված նյութերն իմի է բերում, հարուցում քրեական գործ։ Առաջին հերթին հարցաքննության է հրավիրվում տուժողի հարևանը։ Նա հայտնել էր, որ հարևանին անօգնական վիճակում տան հողամասում է գտել, սակայն հետաքննիչի հմուտ գործողությունների, խաչաձև հարցադրումների, ձեռք բերված փաստական տվյալների համադրության արդյունքում տուժողի հարևանը խոստովանեց, որ դանակահարողն ինքն է։
Պատճառը մի քանի թիզ հողակտորն էր, որ արդեն մի քանի տարի չէր կարողանում կիսել հարևանի հետ։ Հարցաքննությամբ կատարվածի մասին պատմեց նաև դանակահարողի կինը, որը պատուհանից էր հետևել եւ ինքն էլ թաքցրել էր հանցագործության գործիքը։ Հետաքննիչի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի հարևանին պարզաբանվում է կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները, նա հարցաքննվում է ու ձերբակալվում։ Հանցագործությունը կատարած անձի հայտնի լինելու փաստով գործը հանձնվում է նախաքննական մարմնի քննությանը եւ հետաքննիչի գործառույթն ավարտվում է։ Այնուհետև նոր գործ։ Նրանք չունեն աշխատանքի եւ ընդմիջման կանոնակարգված ժամեր։ Այսպիսին է դժվար ու պատասխանատու այս ծառայության բնույթը։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։